Փոքր կենտրոն, Ամիրյան փողոց, 95 քառակուսի մետր մակերես, որի ամեն սանտիմետրը պարզապես մտածված է։ Նշեմ, որ բնակարանում բազմաթիվ իրեր պատրաստված են անհատական պատվերով եւ հիմնականում եվրոպական են, օրինակ այս սեղանը բերված է Իտալիայից, այս բազմոցը եւս ֆրանսիական է եւ շատ հարմարավետ։ Երբ ասում եմ մտածված, նկատի ունեմ նույնիսկ դարակաշարերը, դրանք շատ են, ամեն տեղ կարող եք տեսնել, մենք ունենք նույնիսկ թաքնված պահարաններ ու հյուրասենյակից անցնում ենք խոհանոց։ Խոհանոցը կարծում եմ այս բնակարանի իմ ամենասիրելի հատվածն է, այստեղ ունենք ներկառուցված սառնարան, երկու ջեռոց ունենք, որոնցից մեկը աշխատում է գոլորշիով, ինչը նշանակում է, որ դուք կարող եք առողջ եւ համեղ սնվել։ Այս մեխանիզմները պարզապես իմ ամենասիրելին են, եթե հասկանում եք, ապա հասկանում եք։ Խոհանոցի ողջ տեխնիկան միլ ապրանքանիշից է, թե գազօջախները, թե ինդուկցիոն սալօջախը, թե այստեղ ունենք թաքնված ամանները լվանալու սարք եւ նշեմ ամենակարևորը այստեղ սա բրազիլական Կոպակաբանա մրամր է։ Ունենք նաև տեղավորված ճաշասեղան, որը բացվում է եւ ավելի մեծանում, կղզյակ, որը նույն բրազիլական մարմարից է, անցնենք հյուրասենյակ, անպայման նշեմ, որ ունենք տաքացվող հատակ, կենտրոնացված հովացման եւ ջեռուցման համակարգեր։ Խոհանոցից էլ դուրս գանք բաց պատշգամբ, որը նայում է թե Մաշտոցի պողոտա, թե Ամիրյան, մի խոսքով քաղաքի ամենալավ տեղում են կարծում եմ գտնվում, այստեղ եթե անպամած չլինի, Արարատը կտեսնեք։ Ցույց տամ առաջին ննջասենյակը, այստեղ ունենք բավականին մեծ սլայդ դռներով պահարան, ունենք այստեղ աշխատելու հատված եւ ունենք տեղավորված բազմոց, որը բացվում է եւ կարող եք օգտագործել որպես մահճակալ։ Ունենք նաև այստեղ երկու բնական լուսավորության աղբյուր։ Սա կարող եք նկատել, որ բավականին բարձր է։ Նշեմ, որ բնակարանի դռները բոլորը փայտից են եւ աշխատում են մագնիսային մեխանիզմով։ Տեղափոխվեցինք միանգամից մուտքի հատված, որտեղ կարող եք նկատել հայելին, բայց իրականում սա թաքնված դուռ է, որը տանում է դեպի խորդանոց։ Այստեղ ունենք մենք լվացքի եւ չորացման մեքենաներ։ Նշեմ, որ այս սենյակը կարող է ցանկության դեպքում սանհանգույց դառնալ, որովհետև բոլոր անհրաժեշտ կոմունիկացիաները առկա են։ Այստեղ ունենք ներկառուցված պահարան եւ անցնենք երկրորդ ննջասենյակին։ Մահճակալը տանում են, որովհետև հատուկ պատվերով է օրթոպեդիկ, այստեղ էլ ունենք մինչև առաստաղ ձգվող պահարաններ։ Ննջասենյակից էլ անցնենք սանհանգույցի հատված եւ նշեմ, որ ամբողջ սանտեխնիկան կամ Վիլերոեն բոխ ապրանքանիշից է կամ գրոհ է։ Եվ այս հատվածում էլ կանգնովի լոգախցիկը։ Զանգահարեք։